հետեաբար ես զուգահեռում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունը, եթե գործը հասավ, կարող է մինչև ինչ-որ բաներ լինեն, մեր հարևան Իրանի հետ կապված հետ մենք դեռ քննարկենք, եթե գործ հասավ հունիսի 7-ին, ես նույնականացնում եմ 1918 թիվ մայիս 28 Սարդարաբադի կռիվը 2026-ի հունիսի 7-ի ընտրության հետ, եթե, ինչու, որտեղ նպատակները նույնն է, Թուրքիան ինչ էր ուզում 1918-ին, Հայաստանը չլներ, գար գրավեր, մենք չլնեինք այստեղ, իսկ 2026-ի հունիսի 7-ին հլեն ժամանակ իշխանությունները կազմակերպեցին դիմադրություն, այսինքն իշխանությունները թուրքերի դեմ են, ստեղ մենք ավելի ծանր վիճակում ենք, իշխանություն կոչվածը այսօր կազմակերպում է մեր երկրի հանձնում է, պետականության կորուստը ինչ գեղեցիկ բառեր դրել է, մենք ապագայում ենք, եթե ուզում ես պատերազմ չլինի, օրինակ վաղ ինչ է ասելու, ընդունի մուսուլմանություն, եթե ուզում ես պատերազմ չլինի, մանկահասակ աղջիկների տուր թուրքերին, եթե ուզում ես պատերազմ չլինի, որդիներիդ բոլորին հանձնի թուրքերին, եթե ուզում ես պատերազմ չլինի, հայրեն մի խոսի, եթե ուզում ես պատերազմ չլինի, տանդ մեջ բեր 10 թուրք պահի, եթե ուզում ես պատերազմ այդպես է գնալու, եթե ուզում ես պատերազմ չլինի, էս ասելու Նիկոլը, ուրեմն պիտի հայկական դպրոց չլինի, եթե ուզում ես պատերազմ չլինի, ուրեմն պիտի ոչ մի եկեղեցի չգործի, եթե ուզում ես պատերազմ չլինի, ուրեմն պիտի կաթողիկոս չունենանք, եթե ուզում ես պատերազմ չլինի, մոռացի ընդհանրապես հայերենը, սա է նշանակում, սիրելի, ես չգիտեմ, ես հիմա էլի կասեն իր տաղավարում ասում է, ես չգիտեմ, ոնց կարելի է բացատրել, որ այս մարդու ասածները, որ եթե ուզում եք չլինի, պետք է Արցախը չլիներ, եթե ուզում եք չլինի, պետք է ջերմուկի բարձունքի վրա հիմա նստած լինեն թուրքերը, եթե ուզում եք չլինի, պետք է Տավուշից տարածք տանք, ասել է ձեզ, ասել է, եթե ուզում եք չլինի, ես պետք է թուրքերի ասած անեմ, դի սրբազանները կալանավորված լինեն, եթե ուզում եք չլինի, պետք է մեր մեծ բարերարը, ամենամեծ բարերարը հայոց պատմության, նորանկախ պատմության մեջ, Սամվել Կարապետյանից ավելի շատ մեծ բարերարություն երկրորդ մարդը չկա, ունենք այդպես բարերարներ, բայց այդ կամ աղրելի գումար, այլա ուրեմն ինչ պիտի լինի, պիտի ինքը բանտված լինի, չէ, եթե ուզում եք, որ խաղաղություն լինի, պիտի ընտրված քաղաքապետները բանտված լինեն, սրա շարունակությունն ինչ է, պարոն Աբովյան, հիմա ինչ է ասում է, եթե ուզում եք խաղաղություն, մենք պիտի իրանց Զանգեզուրը ճանապարհը տանք, նվիրենք իրենց, պիտի գան նստեն այստեղ, եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն պիտի երկաթգիծ տանք իրենց, եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն ձեր երեխեքին պիտի տաք իրենց, եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն մեռնեք, Էս ասում ես մարդը, ես չգիտեմ, ես էլ ինչ պիտի մեկ մտածում ես Նիկոլ, էլ ինչ պիտի անի, որ այդ կամից հետո որտես նստած մենք նախքիների հետ այսօր ապրել մեռնելու օրեր, չգիտեմ, ես ինչա կատարվելու մեզ հետ եթե ընտրություններ գնա, այլ մարդիկ քննարկում են, Լևոն Տեր-Պետրոսյանը այսպես, հա, չգիտեմ, նա ով մտել է պայքարի մեջ, ձեռքի տված, պիտի գնալ այս պայքարին, ձեռքի եւ այսօր մտածել պարոն Նահապետյան, ես կգնամ падգամավոր, բան Ես զուգահեռում եմ 1918 թվականին Սարդարաբադում դաշնակցականն ու բոլշևիկը կողքի կանգնած կռվում։ Որտեվ հայ էին։ Պարոն Նահապետյան, որտեվ հայ էին։ Իսկ իրեն գոյութենական կռիվ էին տալիս, իրեն գիտեին, որ արտաքին թշնամին գալիս է իրանց վերացնի։ Հիմա ինչ տարվ, հենց ժամանակ ավելի շահեկաններ, իշխանությունները հայկական էին։ Այսօրվա այսպես կոչված իշխանությունները, հայկական իշխանությունները մեր երկրի դարպասները բացել են, որ թուրքերը գան։ Հետեաբար լուծումը, որ ասում են ոնց անենք, որ հաղթենք, ես նորից եմ ասում, 80%, 70% ընտրազանգված մասնակցել, սա նշանակում է, որ հետընտրական գործընթացում հանրապետության փողոցները հեղեղված են լինելու, մարդիկ իշտելու են իրենց ձայները պաշտպան են տված, ընդ որում այդ ձայները 80%, դա Նիկոլի ձայները չի, դա Նիկոլի դեմ ձայներն է, կապ չունի, որ կուսակցության եք տվել, որ դաշինքին եք տվել, եւ այդ առումով ես նորից եմ ասում, մասնակցություն, ես գրել էի, մարդիկ ինչ-որտեղ մի քիչ վիրավորվել էին, արձագանքել են, գրել էի, 18 թվականին 1900 կռիվ չգնացողը դասալիքը, ես էլ ասում եմ, 2026-ի հունիսի 7-ին ընտրատեղամաս չգնացողը դասալիք է, դի գնաս ու կեցված դրսևորես, որտեղ քո ձայնից է կախված, դու վաղը լինելու ես տարածքում, դու քո ընտանիքը, քո երեխեքը, թե գաղթական է լինելու, եթե բախտերս բերեց, թույլ տան դուրս գանք, որտեղ էդ էլ կարող է չլինի։ Չէ, չեն ուզում իրանք մտածեն, դրա մասին չեն ուզում մտածել, բայց ես չգիտեմ, եթե որ ասում են խաղաղություն ա բերել, չգիտեմ, էս արել, են արել, այդ մարդու խաղաղությունն է դա, եթե ուզում եք խաղաղություն, ասա մոռացեք Արցախի մասին։
Սրիկա, վենսը գալիս է թանգարան, այս մարդը խոսում է Սումգայիթի ցեղասպանության մասին, Բաքվի ցեղասպանության մասին, հիմք է տալիս, չի հանդուրում։ Սա ինչ է նշանակում, սիրելի հայրենակիցներ, վաղ ասելու է, եթե ուզում եք խաղաղություն, Քրեորեն բաժանյա Հայաստանում օրենքներ են ընդունելու։ Պայթեցրեք ցեղասպանության թանգարանը, ով որ կհամարձակվի ցեղասպանությունից խոսել,